Թերևս այն պատճառով, որ ապաշրջափակման թեման շատ ավելի մեծ պահանջարկ է վայելում Հայաստանից ու Ադրբեջանից դուրս եւ խոշոր խաղացողները, որոնք մրցակցում են այդ թվում ռեգիոնում կոմունիկացիաների հանդեպ վերահսկողության համար, բնականաբար առավել շահագրգռված են հենց այդ թեմայով, քան սահմանազատում եւ սահմանագծում, նրանց մեծ հաշվով չի հետաքրքրում, թե ինչպիսին կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը։ Բաքուն եւ Երևանն էլ պետք է այդ տրամաբանության համաձայնեն։ Ես կարծում եմ Բաքուն եւ Երևանը սահմանազատման հարցը իհարկե քննարկում են, որովհետեւ այստեղ շահառուն մի կողմից թվում է, որ Երևանն է, որպեսզի այդ սահմանը հստակեցվի եւ այլն, հաշվի առնելով կամ դատելով պաշտոնական Երևանի հայտարարություններից, բայց այստեղ Բաքուն եւս շահառու է, որովհետեւ ունի շատ լուրջ հավակնություններ եւ այդ հավակնությունները փորձելու է իրացնել հենց սահմանազատման եւ սահմանագծման գործընթացով։ Այստեղ կարող է լինել նաեւ այդ գործընթացի առայժմ այսպես լուր ռեժիմի պատճառը, որովհետեւ իմ գնահատմամբ Բաքվի այդ հավակնություններն այնպիսին են, որ կամ դրանց հետ դժվար է աշխատել Երևանին, կամ նպատակահարմար չէ դրանց ուղղությամբ բացահայտ աշխատել գոնե միջև ընտրությունը, որովհետեւ այդտեղ կարող են լինել հարցեր, օրակարգեր կամ զարգացումներ, որոնք մեղմ ասած, այսպես ասենք, միավոր չբերեն պաշտոնական Երևանին։ Դե մի քանի հայտարարություն կա, որ որոշակիորեն լույս սփռում են ձեր ասացի վրա, դա այն է, որ Հայաստանի վարչապետը ասեց, որ սահմանազատումը կսկսեն այն հատվածներով, որտեղով պետք է թրիպ անցնի։ Սա եւս ինչ որ իմաստով տարօրինակ է, ինչու, որովհետեւ մի քանի ամիս առաջ հայտարարեցին, որ պայմանավորվել են, թե ինչ հաջորդականությամբ պետք է իրականացվի սահմանազատումը, սկսելու են հյուսիսային կետից եւ իջնելու են դեպի հարավ։